Եվրոպայի բադմինտոնի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը։ Նոյեմբերյան 20 պատվիրակ։ Տոնական շքերթին է միանում Ֆրանսիան 9 քաղաքներով և 144 պատվիրակներով։ Փարիզ 42 ներկայացուցիչ։ Մարսել ներկայացել է 51 մարզիկներով։ Լիոն 13 ներկայացուցիչ։ Նիս 11 մարզիկներով։ Ստրասբուրգ 2 ներկայացուցիչ։ Գրենոբլ 2 մարզիկ։ Իսիլե Մուլինո 11 պատվիրակ։ Վալանս 10 մարզիկ է մասնակցելու համահայկական խաղերին։ Շքերթի է դուրս գալիս Ուկրաինայի պատվիրակությունը։ Բոլոր 35 պատվիրակները ներկայացնում են մայրաքաղաք Կիևը։ Մեծականակ պատվիրակություն ունի Մեծ Բրիտանիան, մայրաքաղաքն է ներկայացել 77 մարզիկներով։ Լոնդոն Սյունիքի մարզը ներկայացված է 6 քաղաքի 111 պատվիրակով։ Ագարակ 10 մարզիկով է մասնակցելու այս խաղերին։ Գորիս 20 պատվիրակ։ Հաջորդ քաղաքը ունի 26 ներկայացուցիչ։ Կապան Համահայկական խաղերին 19 մարզիկով կմասնակցի Մեղրին։ Սիսիան համահայկական խաղերին կմասնակցի 21 մարզիկներով։ Հաջարան 15 մարզիկ։ Տոնական շքերթին է մասնակցում եգիպտական 2 քաղաք 80 մարզիկներով։ Գահիրե 54 պատվիրակ։ Պատվիրակության ղեկավարներն են Օնիկ Բելեդաղնյանը և Շիրայր Մանուկյանը։ Ալեքսանդրիա 26 պատվիրակ։ Բազմականակ պատվիրակությամբ է 6-րդ համահայկական խաղերին մասնակցում Վրաստանը 6 քաղաքներով և 287 մարզիկներով։ Ախալցխա ներկայացված է 10 մարզիկով։ Ախալքալակ մեծականակ պատվիրակությամբ 90 մարզիկ է մասնակցում համահայկական 6-րդ խաղերին։ Վրաստանի ամենամեծականակ պատվիրակությունը 117 մարզիկ։ Մայրաքաղաք Թբիլիսի։ Թբիլիսիի դրոշակակիրը Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր ազատ ոճի ըմբիշ Դավիթ Պողոսյանն է։ Բաթում մասնակցում է 19 մարզիկով։ Նինոցմիլդա 32 պատվիրակ։ Եվ Վրաստանի քաղաքների շքերթը եզրափակում է Մցխեց 19 մարզիկով։ Շիրակի մարզի քաղաքների շքերթը բացում է Արթիկը 35 պատվիրակ։ Ամենամարզական քաղաքներից մեկը Գյումրի համահայկական խաղերին մասնակցում է 174 մարզիկով։
Շիրակի մարզի ևս մեկ քաղաք, Մարալիկ, 15 ներկայացուցիչ։ Կանաչ մայրցամաքից, Ավստրալիայից, համայնայության մայրաքաղաք Երևան է ժամանել 3 քաղաքների 61 ներկայացուցիչ։ Սիդնեյ, 44 մարզիկ։ Պատվիրակության կազմում է Արարատ ակումբի տնօրեն Թադեյ Քարամյանը։ Հյուսիսային Սիդնեյ ներկայանում է առանձին թիմով և 14 մարզիկներով։ Մելբուրն, 3 պատվիրակ։ Բազմականակ է Ավստրիայի պատվիրակությունը, 2 քաղաք, 111 մարզիկ։ Դրանցից 110-ը ներկայացնում են Վիեննա։ Ավստրիայի մեկ մարզիկ էլ ներկայացնում է Բադեն քաղաքը։ Իսրայելը ներկայացված է 54 պատվիրակով, բոլորն էլ Երուսաղեմից։ Համայնքական 6-րդ ամառային խաղերում Շվեդիան ներկայացված է 3 քաղաքների 6 մարզիկներով։ Վասներոս 2 մարզիկ, Ուպսալա ևս 2 մարզիկ և 2 մարզիկով Սյոդերթելլե։ Շվեյցարիան ներկայացված է 4 մարզիկով, բոլորն էլ Լուգանոյից։ 1 ներկայացուցիչ ունի Հորդանանի Ամման քաղաքը։ Բելգիան ներկայացված է 3 քաղաքի 6 պատվիրակով։ Բրյուսել 4 մասնակից, Անտվերպեն նույնպես 1 մասնակից։ Գենտ 1 մասնակից, 2 քաղաքով ներկայացված է Էստոնիան Տալին 4 մասնակից և Տարտու 5 մասնակից։ 1 մարզիկ էլ ներկայացնում է Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկը։ Սիրելի բարեկամներ, իսկ այժմ շքերթի եզրափակող հավաքականը համայնքական 6-րդ խաղերի և համայնայության մայրաքաղաք Երևան։ Երևան, համայնայության մայրաքաղաք, իմ Երևանը, քո Երևանը, մեր ամենքիս Երևանը, հնամենի ու արդի, հարազատ ու ջերմ քաղաք, գեղեցիկ ու ժպտուն քաղաք, ու սեր կա աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայի համար։ Երևան մեր տուն, Երևան մեր սեր, Երևան մեր սրտի մայրաքաղաք։ Մեր սիրելի Երևանը հայության քաղաքական, գիտակրթական և մշակութային զարկերակն է։ Ու մեր սրտի զարկերը այսօր բաբախում են Երևանի զարկերակի հետ, բաբախում են միասին ու միասնական։ Երևան դարձած մեր Էրեբունին հազարամյակների պատմությամբ,
մեր բոլոր 12 մայրաքաղաքների ոգով ու ծնողի ջերմությամբ ընդունում է համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին։ Ու այսօր ունենք նոր Երևան, հայորան, հավերժի դեսպան, գեղեցկագույն իմ Երևան։ Երևանը համահայկական 6-րդ խաղերին մասնակցում է բոլոր մարզաձևերում։ 500 մարզիկ, մեկ անգամ ևս ջերմորեն ողջունենք Երևան! Ուշադրություն, մարզադաշտ է բերվում համահայկական խաղերի դրոշը։ Տիկնայք և պարոնայք, համահայկական խաղերի դրոշը ուղեկցում են մարզիկներ, ովքեր փառքով են պսակել Հայաստան անունը։ Տիկնայք և պարոնայք, համահայկական խաղերի մարզիկի երդմամբ հանդես կգա Սիրիայի Հալեբ քաղաքը ներկայացնող մարզիկ Շողիկ Ավետիսյանը։ Մասնակիցների անունից երդվում եմ, որ համահայկական խաղերի կմասնակցենք, հարգելով և ենթարկվելով գործող մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանունը սպորտի բացվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի, մայր Հայաստանի փառքի։ Համահայկական խաղերի մասնակից մրցավարների անունից երդվում է Մարիամ Մելքոնյանը, Հայաստան, Երևան։ Բոլոր մրցավարների անունից երդվում եմ այս խաղերը դատել բոլոր կանոններին համապատասխան, հարգելով և ենթարկվելով բոլոր մարզական կանոններին, համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի և մեր հայրենիքի, մայր Հայաստանի փառքի։
Հինազգին օր զավակներ Հայկի դավթի ուժն է կարել Ուժը հզոր մեր հայկական Տարեք բարձուկ օլիմպիական ու պահեք վեր Ուժը հզոր մեր հայկական Տարեք բարձուկ օլիմպիական ու պահեք վեր Հայ մարզիկներ եղեք անպարտ Տողորներ կհնչի հպարտ Եվ մեր դրոշը հայկական Թող ծածանվի միշտ հաղթական Դուք էլ եղեք միշտ մարտական Եվ մեր դրոշը հայկական Թող ծածանվի միշտ հաղթական Դուք էլ եղեք միշտ մարտական Ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության Համահայկական 6-րդ խաղերին վարվել է 3 ջահ Արցախ, Սփյուռք, Հայրենիք եռամիասնությամբ Մայիսի 8-ին Պարքև Սրբազանի օրհնությամբ Արցախի ջահը վարվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոս եկեղեցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Արցախյան ջահը շրջեց մեր հպարտության քաղաքներով Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ Արցախցու անկոտրում կամքը և անմար ջահը պատանի զինվոր Լևոնը փոխանցեց Հայաստանի Հանրապետության քաղաքներին Վարդենիս, Բերդ, Վանաձոր, Աշտարակ, Աբովյան Համազգային համահայկական այս խաղերը մեր ժողովրդին համար մարտահրավեր են, գոչ ու պատկան են, հիշեցում են, որպեսզի մենք բոլորս Հայաստան, Ղարաբաղ ու Սփյուռք միասնաբար համահայկական մտածողություն ձևավորենք, համահայկական մեր մտածողության տան խորտ նպատակ արժեք համահայկական մտածողությունը հացնենք մեր մտածողության, մեր գործելակերպին, մեր կենցաղակերպին, առանցքային մտախոհություն Մեծի տան Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի այս խոսքերով ու օրհնությամբ Անտիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչու մայր տաճարում վարվեց Սփյուռքի ջահը։ Այդ ջահը Լիբանանի փոքրիկ Հայաստանում, անջարում առավ հերոս մուսալերցիների ոգին ու ճանապարհվեց աշխարհասփյուռ հայ օջախներ։ Կահիրեում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պեր Չալաջյանի մաղթանքով ջահը ճանապարհվեց հեռավոր Արգենտինա։ Բուենոս Այրես հայաշատ այս քաղաքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչու մայր տաճարում առանձնակի ջերմությամբ դիմավորեց համահայկական խաղերի ջահը։ Հարյուրավոր արգենտինահայեր դեսպան Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ հավաքվեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Ջահի հաջորդ կանգառը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Ոգևորված եմ, որ հնարավորություն ունեմ տեսնել եւ շփվել աշխարհի տարբեր կողմերից հայրենիք ժամանող իմ քույր եւ եղբայրների հետ։ Անիթ Արաքչյանի այս սրտառուչ խոսքերը Ամերիկայի ամենահայաշատ համայնքի երիտասարդների նվիրական ցանկությունն է։ Սփյուռքի ջահը հուլիսի 25-ին հասավ Սուրբ Թադեի վանք, առավ Թեհրանի թեմի առաջնորդ Սեփու arczepiskopos Սարգսյանի օրհնությունը եւ հազարավոր ուխտագնաց հայերի ծափերի ներքո համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Ալֆրեդ Հավանի գլխավորությամբ ուղևորվեց Ավարայրի դաշտ։ Վարդանանց շունչը խառնվեց ջահի ցոլքերին եւ անպարտ Սյունիքում Դավիթ բեկի փառահեղ հերոսների ոգին առած շարժվեց դեպի Վայոց ձոր։ Այնտեղից էլ Սուրբ Լեռան ստորոտում հայոց հինավուրց մայրաքաղաքի Սուրբ Հովանես եկեղեցում Արտաշեսյան թագավորները խրոխտ հայացքներով ջահը ճանապարհեցին քաղաքամայր Երևան։ Բարով եք եկել ձեր տուն, այս խոսքերով դիմավորեց հայոց հնագույն մայրաքաղաքի Վանի քաղաքապետ Բեկիր Կայանը համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եւ պատվիրակության մյուս անդամներին։ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության վարվելու է 3 ջահ՝ Արցախ, Սփյուռք եւ հայրենիք եռամիասնության։ Հայրենիքի ջահը վարվելու է 10-րդ դարում Գագիկ Արծրունու պատվերով Վանի աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցում։ Վանի քաղաքապետը մեծ պատիվ համարեց այդ նախաձեռնությունը եւ իր պատվիրակությամբ եւ քաղաքի մշակութային համույթներով ընկերակցեց Հայաստանի պատվիրակությանը դեպի աղթամար։ Եկավ սպասված եւ չափազանց հուզիչ պահը։ Սուրբ Խաչ եկեղեցում ակունք ազգագրական համույթը կատարեց Հայր մերը, իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի Վանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվեց համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ եւ Ռոլանդ Շարոյանների, գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի, ազգային ժողովի падգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղացյանի, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի եկեղեցում խորանում վառված մոմերով։ Պահը հուզումնալից էր ու խորհրդավոր։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց եկեղեցու բակում։ Ապա ջահը դեպի Բիթլիս ու Տիգրան